Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպումներ խորհրդարանում, առանցքում երկկողմ բարեկամական հարաբերություններին ու խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերն էին։ Արդեն 10-րդ անգամ ազգային ժողովի այգու սակուրաների պուրակում տոնվում է ճապոնական հանամի տոնը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան Երևան ժամանեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Կարմիր գորգ պատվով պահակախում Զվարթնոց օդանավակայանի թռիչքուղում բարձրաստիճան հյուրերին դիմավորում են ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը։ Հայ-վիետնամական հարաբերությունների գործնականում նոր փուլ, պաշտոնական բարձր մակարդակի փոխայցեր ու ապագային միտված փոխշահավետ ծրագրեր։ Վերոնշյալներում մեծ ներդրում ունի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 2024-ի նոյեմբերին խորհրդանի ղեկավարի Հանոյ կատարած այցը հիմք դրեց խորհրդարանական երկխոսության նոր մակարդակի ու մի շարք ուղղություններով տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը։ Հենց սրանով էլ պայմանավորված Վիետնամից Հայաստան ժամանեցին մեծ թվով պատվիրակներ, հանդիպումների շարքը սկսվեց խորհրդարանից։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած գործընկերոջը ազգային ժողովում դիմավորեց Ալեն Սիմոնյանը։ Հանդիսավոր ընդունելությանը հաջորդեց Ալեն Սիմոնյանի եւ չընդհանմանի առանձնազրույցը հայկական ջերմ ընդունելությունից տպավորված վիետնամցի պաշտոնյան նախ շնորհակալություն հայտնեց մեր երկրի խորհրդանի ղեկավարին Հայաստան այցի համար։ Այնուհետև առանձնազրույցին հաջորդեց պատվիրակություններին լայնված կազմով հանդիպումը։ Առանցքում երկկողմ օրակարգային տարբեր հարցեր էին՝ միջխորհրդարանական համագործակցություն, բարեկամական խմբերի շփումների ակտիվացում ու տնտեսական փոխգործակցության ընդլայնում։ Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծի վերաբերյալ։ Ի պատասխան չընդհանմանը նշեց, որ Վիետնամն աջակցում է երկու երկրների միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին։ Խաղաղության համատեքստում Ալեն Սիմոնյանը վիետնամական պատվիրակությանը ներկայացրեց մեր կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Ալեն Սիմոնյանը Վիետնամի ազգային ժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեց նաև Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի եւ Վիետնամի միջև տնտեսական կապերի ակտիվացման հարցերին ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի մշակման անհրաժեշտությանը։ Մենք պարլամենտական ոլորտում պետք է հանձնարարենք եւ հետեւողական լինենք մեր բարեկամական խմբերի ղեկավարներին, որ նրանք խորացնեն առնվազն պարլամենտական մակարդակում համագործակցությունը, ինչպես նաև կարծում եմ, որ փոխադարձ այցերը պարլամենտական խմբերի շատ կարևոր դեր կունենան հետագա համագործակցության վրա։ Ներկայացուցչական կազմով այցը Հայաստան եւ Երևանյան հագեցած հանդիպումների շարքը խոսուն գործոն է երկրների միջև բազմոլորտ փոխգործակցության տեսանկյունից։ Ուզում եմ ձեզ խնդրել, որպեսզի դուք համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ ձեր կարծիքը, ձեր առաջարկները պարտադիր կերպով վարչապետին ներկայացնեք, հաշվի առնելով ձեր պատվիրակության, ներկայանալի պատվիրակության կազմը, կարծում եմ, որ դա ամենալավ եւ ամենաուղիղ հնարավորությունը կստեղծի մեր երկու երկրների համար։ Ընդլայնված կազմով հանդիպումն ավարտվեց ազգային ժողովի նախագահների կողմից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ, որից հետո էլ խորհրդարանների ղեկավարները ազգային ժողովի այգում ի նշան երկու երկրների բարեկամության տնկեցին խորհրդանշական եղևնի։ Խորհրդարանական մակարդակում Վիետնամի ազգային ժողովի փոխնախագահին հանդիպեցին ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու падգամավորները։ Ի թիվս այլ ուղղությունների քննարկման առանցքում ռազմաարդյունաբերության ոլորտում փոխգործակցության հնարավորություններն էին։ Խորհրդարանական հաջորդ հանդիպումը բարեկամական խմբերի միջև էր, հայկական կողմից նախագահում է Հասմիկ Հակոբյանը, վիետնամական կողմից Լե Թու Հան։
This is our first time to visit Armenia. Այս այցը Հայաստան ոչ միայն ինձ համար, այլև պատվիրակության շատ անդամների համար առաջին անգամ էր։ Տպավորված եմ ձեր երկրի գեղեցկությամբ, երկարամյա պատմությամբ, հայ ժողովրդի, ինչպես նաև ազգային ժողովի հյուրընկալությամբ։ Վիետնամը եւ Հայաստանը հին պատմություն ունեն եւ սա մի այլ մեկնարկ է խորացնելու մեր հարաբերությունները։ Մեր երկիրը 2013-ից դեսպանություն ունի Վիետնամում, այս առումով Հասմիկ Հակոբյանը կարևորեց Հայաստանում Վիետնամի դեսպանության հիմնումը։ Խորհրդանի ղեկավարը խոստացավ Վիետնամ վերադառնալուց հետո ուրեմն նախաձեռնել նաև նման քննարկում հենց Հայաստանում ռեզիդենտ դեսպան ունենալու համար։ Հաջորդ կետով էլ կողմերը խոսեցին ապրանքաշրջանառության ծավալների ու Հայաստանից արտահանման ապրանքների ցանկի ինլայնման շուրջ։ Դրանք տարբեր են մրգերից մինչև ըմպելիքներ։ Վիետնամական կողմը Հայաստանին դիտարկում է նաև հուսալի տնտեսական գործընկեր եւ պատրաստ է ներդրումների։ Տպավորված ենք ձեր երկրով։ Ուրախ ենք երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար։ Վստահ եմ բարեկամական խմբերի դինամիկ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի խորացնել առկա բարեկամությունն ու համագործակցությունը։ Խոսակցության թեմաներից մեկն էլ հենց վերաբերում էր վիզաների փոխադարձաբար վերացման համաձայնագրին եւ նաեւ ուղիղ չվերթներ ունենալուն։ Հետագայում արդեն այս ուղղությամբ եւս մենք կշարունակենք աշխատել, որպեսզի ի կատարածենք պայմանավորվածությունները։ Առևտրատնտեսական կապերը քննարկվեցին նաև Վիետնամ-Հայաստան գործարար հանրույթի հանդիպման շրջանակում, որին մասնակցում էր Վիետնամի ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Բացման խոսքով ներկաներին դիմեց ազգային ժողովի փոխնախագահը Հակոբ Աշակյանը, խոսեց առևտրաշրջանառության ծավալների աճի եւ չօգտագործված ներուժի իրացման անհրաժեշտության վերաբերյալ։ Դեռ սովետական միության տարիներից եւ որը նաեւ շարունակվել է անկախության տարիներին բավականին հարուստ փորձ կա համագործակցության Հայաստանի եւ Վիետնամի միջև։ Մեր ժողովուրդները իրար նկատմամբ ունեն բարեկամական ջերմ զգացողություններ, կրթամշակութային գիտական ոլորտներում կան ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է պահպանել եւ զարգացնել հետագայում։ Տնտեսական համագործակցությանը զուգահեռ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ու Վիետնամի ազգային ժողովի գլխավոր քարտուղար աշխատակազմի ղեկավար Լե Քուանգ Թունգը դիտարկեցին խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության հնարավորությունները։ Դավիթ Առաքելյանը գործընկերոջը ներկայացրեց ազգային ժողովում ներդրված ու արդեն հաջողություններ արձանագրած նախաձեռնությունները, որոնց թվում են նաև ամառային դպրոց ծրագիրը, երիտասարդական խորհրդանի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Առաքելյանն առանձնացրեց 2024-ին Երևանում կայացած Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանների 10-րդ գլոբալ համաժողովը։ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման տեսանկյունից էլ որպես առաջնահերթություն Դավիթ Առաքելյանն ընդգծեց խորհրդարանի գործնեայության եւ գործընթացների թվայնացումը։ Փոխգործակցության համատեքստում Լե Քուանգ Թունգը աշխատակազմերի համագործակցության համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն հայտնեց, այդ թվում Միջխորհրդարանական միության աշխատակազմերի ղեկավարների հարթակում։ Պաշտոնական այցի շրջանակում չընդհանմանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցերը վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման երկուստեք հետաքրքրվածության մասին, ինչը դրական եւ ողջունելի գործընթաց է։ Առողջապահության ոլորտում փորձի փոխանակման եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում նորարարական համագործակցության հնարավորություններն էլ քննարկվեցին հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում։ Երևան կատարած հնգօրյա այցի շրջանակում պատվիրակները եղան նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում եւ ծանոթացան կրթական ծրագրերին։ Մինչ Հայաստանից հեռանալը Վիետնամից ժամանած պատվիրակները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք եւ խոնարհում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Չեռնոգորիայի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, նշել է ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Աշակյանը Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆելիպ Իվանովիչի հետ հանդիպմանը։ Հակոբ Աշակյանը տեղեկացրել է, որ քաղաքացիական նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հարցին, նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարություններին, ներկայացրել կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։
Ֆիլիպ Իվանովիչը կարևորել է բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխադարձ այցերը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի եւ հեռանկարների փոխհամագործակցության շուրջ։ Այս շաբաթ խորհրդարանը հյուրընկալել է մեր երկրում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Հայաստանում եւ Կիպրոսում դեսպանատների բացումը մեծ ձեռքբերում է համարել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ բարձր մակարդակի հարաբերություններ են ձևավորվել խորհրդանական դիվանագիտական համագործակցության, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում։ Միջազգային տարբեր կազմակերպություններում ու հարթակներում երկու երկրների խորհրդանական պատվիրակությունների միջև արդյունավետ գործակցությունից դեսպանի հետ հանդիպմանը խոսել է ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նա անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին, Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին։ Հանդիպումների ընթացքում Միքայել Մավրոսը ներկայացրել է Կիպրոսին եւ կիպրական հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումները, խոսել մեր երկու երկրների մարտահրավերների եւ ընդհանուր շահերի մասին։ Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ տարեստարի աճում է Կիպրոսում իրենց հանգիստն անցկացնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Բերլին Էկոնոմիկս անկախ խորհրդատվական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել Հայաստանի տնտեսական ոլորտում եւ էներգետիկ համակարգում։ Կատարված վերլուծությունների եւ ուսումնասիրությունների արդյունքները խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին ներկայացրել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի հետ հանդիպմանը։ Ռիկարդո Ջիուչին մասնավորապես նշել է, որ Հայաստանում վերջին 5-6 տարվա ընթացքում հնան դոլարով արտահայտված կրկնապատկվել է եւ մեկ շնչի հաշվով այն ավելի բարձր է, օրինակ հարևան Ադրբեջանում։ Անդրադարձ է եղել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում մեր երկրի տնտեսության վրա փաստաթղթի դրական ազդեցությանը։ Ըստ ներկայացված վերլուծության պայմանագրի ստորագրումը կնպաստի նաև Թուրքիայի հետ ուղիղ առևտրաշրջանառություն ունենալուն, երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը, Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ավելացմանը, ծախսերի կրճատմանը։ Ծովինար Վարդանյանը կարևորել է խաղաղության պայմանագրի կնքումը, նշելով, որ ստորագրման պարագայում այն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում թե խաղաղության ապահովման, թե տնտեսական առումներով։ Ճանաչողական այցի շրջանակում ազգային ժողով է այցելել Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի պատվիրակությունը քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորությամբ։ Հյուրերին ընդունել է ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։ Կողմերն արձանագրել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու կարևորել դրանց հետագա խորացումը։ Մեյզիո քաղաքում կա կուր հայկական համայնք, գործում են հայկական կառույցներ, հայերն ակտիվ ներգրավված են քաղաքի հասարակական կյանքում, ընդգծել է Քրիստոֆ Քինյուն։ Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի տարածաշրջանների փոխգործակցությանը, այս համատեքստում Մեյզիո եւ Հրազդան քաղաքների միջև կապերի խթանմանը։ Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել ինչպես հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։ Ինձ համար մեծ հաճույք ու պատիվ է այստեղ ազգային ժողովի բակում այս գեղեցիկ օրը նշել Հանամիի միջոցառումը եւ վայելել սակուրաների ծաղկման գեղեցկությունը։ Որքանով տեղյակ եմ, Ճապոնիայից Հայաստան ներկրված այս սակուրաները խորհրդանշում են հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը, եւ ես շատ ուրախ եմ տեսնելով, որ սակուրաները մեծանում եւ ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները։ Այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ճապոնիայից բերված սակուրաները տնկվել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի այգում, որպես մեր երկրների միջև բարեկամության խորհրդանիշ։ Սակուրան համարվում է գարնան խորհրդանիշ, եւ ես հույս ունեմ, որ այն գեղեցկությունը եւ ոգեշնչումը, որը բերելու է հայ եւ ճապոնացի ժողովուրդներին, մշտապես հիշեցնելու է մեր միջև բարեկամության մասին։ Հայ-ճապոնական բարեկամությունը նաեւ մեծ սիմվոլիկ նշանակություն ունի, իհարկե շատ հեռու ենք իրարից, բայց եւ այնպես որպես երկու հնագույն ժողովուրդներ, որպես ազգային ավանդույթները պաշտպանող, ազգային արժեքները հարգող ժողովուրդներ, որքան մեր համագործակցությունը ավելի սերտ լինի, այնքան ավելի կարևոր ենք ստանով նաև ազգային ավանդները պահպանելու, ազգային ավանդները հրախուսելու կարևորությունը։
Իհարկե սա շատ խորհրդանշական միջոցառում է եւ ուրախալի է, որ միշտ այդ միջոցառմանը մասնակցում են եւ Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչները, ազգային ժողովի падգամավորներ, հայ-ճապոնական բարեկամական խմբի անդամներ եւ դա իսկապես խորհրդանշում է Գառնան սկիզբ, նոր կյանքի սկիզբ եւ շատ լուսավոր, շատ գեղեցիկ միջոցառում։ Շատ խորհրդանշական է եւ կրունկների մեջ այդ խորհրդանիշը դնելով ինձ թվում է դա ճիշտ է, որովհետեւ կատարվում է երազանքը։ Ես կարել եմ եւ կատարվել է։ Այդ պատճառով ես միշտ հավատում եմ, որ երազանքը կատարվի։